Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրաման, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը, այս մասին հայտնել են դատախազությունից։ Համաձայն հրամանի կոմիտեի կազմում ընդգրկվել են 7 անդամ, այդ թվում Աննա Վարդապետյանը, Եղիազար Ավագյանը, Մհեր Ապրիկյանը, Լալա Բեզոյանը, Վահե Հովանիսյանը, Ռուբեն Առաքելյանը, Դավիթ Հարությունյանը։ Ուշագրավ է, որ կոմիտեի կազմում ներգրավել է նաև մասնավոր ընկերության ղեկավար Գլոբաուդիտ ՍՊ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը, ով ստանձնել է կոմիտեի քարտուղարի պարտականությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Վենեսուելայի թմրամիջոցների կարտելները շուտով կսկսեն թմրանյութերի մաքսանենգությունը ցամաքային ճանապարհով եւ չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է ուշ կիրառել նրանց գործունեությունը դադարեցնելու համար։ Նրանք այլևս սովով չեն գալիս, ուստի մենք պետք է հսկենք ցամաքը, քանի որ նրանք ստիպված են լինելու գալ ցամաքով, եւ թույլ տվեք ասել ձեզ, որ դա լավ չի ավարտվելու նրանց համար, ասել է Թրամփը Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքում գտնվող Ատլանտյան նավատորմի գլխավոր բազայում ծառայության 250-ամյակի առթիվ։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են մեկ այլ նավակի, որը ըստ ԱՄՆ-ի կարծիքով թմրանյութեր էր տեղափոխում։ Այն նավակներից յուրաքանչյուրը պատասխանատու է 25,000 ամերիկացիների մահվան եւ նրանց ընտանիքների ոչնչացման համար։ Եթե այդպես մտածենք, մենք բարի գործ ենք անում եւ մենք երեկոյան եւս մեկը արեցինք, ասել է նա։ Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի կողմից իրականացված մարտերի եւ հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, եւս 153 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Անկլավի առողջապահության նախարարությունը։ Նախարարության տվյալներով հակամարտության հետևանքով Գազայի բնակիչների ընդհանուր թիվը հասել է 67139-ի, իսկ վիրավորների թիվը մոտ 170,000-ի։ Առողջապահության նախարարությունը նաեւ ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից մահվան եւս մեկ դեպք։ Սովից եւ թերսնման բարդություններից մահացածների թիվը հասել է 460-ի։ Քաթարի Ալ Ջազիրա հեռուստալիքը նշում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է Պաղեստինյան անկլավի ինտենսիվ հրետակոծությունը, չնայած հրադադարին, բանակցություններին եւ ռմբակոծությունները դադարեցնելու բազմաթիվ կոչերին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում զինվորական ծառայությունը չի մնա բացառապես կամավոր, այլ կարող է դառնալ պարտադիր։ Ես կողմ եմ կոալիցիոն համաձայնագրում մեր համաձայնությանը, այսինքն կամավոր ծառայությանը առայժմ հավատարիմ մնալու։ Սակայն կասկածում եմ, որ այն չի մնա բացառապես կամավոր, ասել է Մերցը ARD-ին տված հարցազրույցում։ Հոկտեմբերի 2-ին Bild թերթը հաղորդեց, որ CCU խմբակցությունները Բունդեսթագում արգելափակել են Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի SPD կողմից զինվորական ծառայության նոր մոդելի վերաբերյալ օրինագծի քննարկումը։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի Բունդեսվերի զորքերի թիվը հասցնել 260,000-ի, իսկ պայստազորը 200,000-ի։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին իրավապահները տարել էին Մերձավանի գերեզմանատուն գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու։ Այս մասին հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։ Գևորգ Հարությունյանը ցույց է տվել գերեզմանի տարածքը եւ նշել, որ այդ վայրում է կրակել սովորել։ Քննչական կոմիտեից եւս հաստատել են տեղեկությունը Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ։ Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս համաձայնիչ ցուցմունքի սովորել է կրակել, ասել է կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, այս մասին հայտնել են երկրորդ նախագահի գրասենյակից։ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, իդեմս Հայաստանի Հանրապետության դատախազության։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Քոչարյանը հայցադիմումով պահանջում է ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը եւ փոխանցել ոչ նյութական վնասը։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Սիսակ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ։
Մինչ այդ 2024-ից 2025 թվականներին եղել է Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության ավագ քննիչ։ Ծնվել է 1988 թվականի փետրվարի 11-ին Արարատի մարզի Վեդիավանում։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են օգտագործել տեղական արտադրության ֆլամինգո հեռահար հրթիռներ Ռուսաստանի խորքին հարվածելու համար։ Այս մասին հաղորդում է Economist պարբերականը։ Հաղորդվել է նաև FP5 ֆլամինգո թևավոր հրթիռների օգտագործման մասին։ Դրանք զգալիորեն ավելի արագ են, քան անօդաչու թռչող սարքերը։ Թռչում են գետնից ընդամենը 50 մետր բարձրության վրա, ունեն ավելի քան 3000 կիլոմետր հեռահարություն եւ չափազանց հզոր են, նշվում է զեկույցում։ Հրապարակման համաձայն արտադրությունն այժմ օրական 2-3 հրթիռ է, բայց ամսվա վերջին այս թիվը կաճի մինչև 7-ի։ Կանադան հարվածեց իր սեփական տնտեսությանը, որոշելով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, փչացնելով հարաբերությունները ոչ միայն Մոսկվայի, այլև Չինաստանի հետ։ Այս մասին հայտնում է չինական պարբերականը։ Կանադան առաջիններից մեկն էր, ով աջակցեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, սակայն Վաշինգտոնի նմանակումը հանգեցրեց երկրում տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմանը։ Օտավան թերագնահատել է կախվածությունը չինական շուկայից։ Պեկինը մաքսատուրքեր է սահմանել կանադական բազմաթիվ ապրանքների վրա, իսկ ազատված տեղը արագորեն զբաղեցրել են Ռուսաստանից ապրանքները, որոնք դրանով անսպասելիորեն վրեժ են լուծել Կանադայից։ Բնական պաշարներով հարուստ հսկայական տարածք ունեցող այս երկիրը պետք է բարգավաճեր, սակայն այսօր Կանադայի ապագան պատված է խավարով եւ անորոշությամբ, ընդգծված է հաղորդագրության մեջ։ Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի վերընտրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում եւ արդեն իսկ արշավ է սկսել իր հակառակորդներին հետապնդելու համար։ Հաղորդում է Պոլիտիկոն, հեղում անելով իր ուկրաինացի պաշտոնյաներին։ Պարբերականը նշում է, որ քաղաքական գործիչը արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ։ Սակայն իշխող ժողովրդի ծառայ կուսակցության երկու падգամավոր Պոլիտիկոին ասել են, որ Զելենսկին լավատեսորեն է տրամադրված իր վերընտրության հեռանկարների եւ քննադատել է իր քաղաքական հակառակորդներին մեղադրելով Գերագույն Ռադայի անդամներին, ակտիվիստերին եւ լրագրողներին արևմուտքում Ուկրաինայի մշտապես գովեստի արժանի կերպար ստեղծելու մեջ։ Նախկին ուկրաինացի նախարարը պնդել է, որ Զելենսկու գրասենյակը դիմում է քրեական գործեր հարուցելու մարտավարության, փաստացի շանտաժի ենթարկելով իրենց հակառակորդներին։ Ակտիվիստերի խոսքով նրանք զգում են թաքնված ճնշում եւ պնդում են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վախեցնում է կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություններին եւ խոչընդոտում Զելենսկուն մոտ կանգնած անձանց նկատմամբ հետաքննություններին։ Ստամբուլում կայացել է մեծածավալ երթ եւ հանրահավաք՝ ի աջակցություն դեպի Գազայի հատված ուղևորվող նոր ազատության նավատորմի։ Սրա մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միջոցառումը կազմակերպվել է թուրքական մարդասիրական հիմնադրամի կողմից, որի տվյալներով մասնակցել է առնվազն 500 000 մարդ։ Ցույցի մասնակիցները քայլերթ են իրականացրել Այա Սոֆիա մզկիթից հետո Էմինենյու հրապարակում միանալով հանրահավաքին։ Նրանք բարձրացրել են պաստառներ Պաղեստինի աջակցության եւ Իսրայելի ռազմական գործողությունների քննադատության ուղերձներով։ Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը։ Պաշտպանության նախարարությունը կգլխավորի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Բրյունո Լե Մերը։ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը պահպանել է Ժան Նոել Բարոն։ Մի շարք այլ առանցքային նախարարություններ կպահեն իրենց նախկին ղեկավարներին։ Խոսքը մշակույթի, արդարադատության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարների, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության մասին է։ Ուկրաինայի հարևան Լեհաստանը Լվովի վրա Ռուսաստանի հարվածների պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել։ Լեհական օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է BBC News-ը, հղում անելով Լեհաստանի բանակին։ Գործի են դրվել նաև ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ինքնաթիռները։ Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է. հարվածների հետևանքով տարածաշրջանում զոհվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։ Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի էլեկտրակայաններին։ Դրանցից մեկը վնասվել է Զապորոժիայի վրա գիշերային հարձակման ժամանակ։ Քաղաքապետի վկայությամբ զոհվել է 1 մարդ, ավելի քան 73 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Պաղեստինյան համար շարժումը ամբողջությամբ կոչնչացվի, եթե նրա ներկայացուցիչները հրաժարվեն Գազայի հատվածում իշխանությունը հանձնել։ Լիակատար ոչնչացում, ասել է ամերիկացի առաջնորդը, պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում արմատական կազմակերպությանը, եթե այն որոշի պահպանել իշխանությունը Պաղեստինյան անկլավում։ Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի ծրագիրը Գազայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Այն ի թիվս այլ բաների կոչ է անում անկլավում ժամանակավոր արտաքին վարչակազմ ստեղծել եւ այնտեղ միջազգային ուժեր տեղակայել։ Իսրայելը հայտարարել է այս ծրագրի հետ իր համաձայնության մասին։ Արաբական հեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իրավիճակին։ Հարավային Կովկասում 2023 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ժամանակակից պատմության ամենամեծ մարդասիրական ողբերգություններից մեկը։ Ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված եղան փախչել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքից ոչնչացման սպառնալիքի ներքո։ Սակայն այս իրադարձությունը ոչ հիշվում է, ոչ էլ լուսաբանվում արևմտյան լրատվամիջոցներում, քանի որ հենց արևմտյան երկրների գործողություններն էին հանգեցրել այս աղետին։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը բազմիցս փորձեց ուժով գրավել Ղարաբաղը, ինչը Եվրոպան համառորեն անտեսեց։ 2020 թվականի մեկ այլ հակամարտությունից հետո Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայեց տարածաշրջանում եւ ստիպեց կողմերին բանակցել։ Փաստն այն է, որ Ադրբեջանի տարածքը Հայաստանի սահմաններով բաժանված է երկու անհավասար մասերի՝ հիմնական երկրի եւ Նախիջևանի փոքր էքսկլավի։ Վերջինս առանձնանում է Ադրբեջանի Թուրքիայի հետ ընդհանուր սահմանով։ Երկու երկրներն էլ չեն թաքցնում իրենց սերտ կապերը եւ միասնական տրանսպորտային միջանցքի նկատմամբ հետաքրքրությունը, որը չի կարող անցնել միայն Հայաստանի միջով։ Միևնույն ժամանակ նրանք պնդում են ստեղծել արտատարածքային միջանցք, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եւ ոչ թե պարզապես տրանսպորտային երթուղի, այսինքն առանց Հայաստանի մասնակցության։ Միևնույն ժամանակ Հայաստանը միշտ դեմ է եղել միջանցքի տրամաբանությանը, քանի որ նման մոտեցումը վտանգում է կորցնել սեփական տարածքների նկատմամբ վերահսկողությունը եւ միջանցքը հանձնել արևմտյան ուժերին եւ կոալիցիաներին։ Պատահական չէ, որ Իրանը այն անվանում է ՆԱՏՕ թուրանական։ Միջանցք ապահովելու համար անհրաժեշտ էր արմատապես փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, բացառելով Ռուսաստանը, թուլացնելով Հայաստանը եւ հզորացնելով Ադրբեջանը։ Վերջինս մի քանի տարի շարունակ զենքեր մատակարարում Թուրքիայից եւ Իսրայելից։ Հայաստանը ընդհակառակը հետևելով արևմուտքի հուշումներին ընտրել էր ժողովրդավարական բարեփոխումների, այլ ոչ թե ռազմական բարեփոխումների ուղին։ Սակայն գլխավոր հարվածը ուղղված էր Ռուսաստանին, որը դաշնակից էր եւ Ադրբեջանին եւ Հայաստանի հետ։ Երկու երկրներն էլ լայնածավալ տեղեկատվական արշավ սկսեցին փաստացիորեն կոչ անելով Ռուսաստանին ընտրել մեկ կողմին։ Կան հաղորդագրություններ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հնարավորությունը Ռուսաստանի հետ։ Նախագահ Պուտինը պատրաստ էր օգնել, եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի տարածքը որպես իրենը։ Այդ դեպքում Ռուսաստանը հիմքեր կունենար միջնորդելու իր դաշնակցի անունից։ Հասկանալով դա, արևմտյան երկրները սկսեցին ակտիվորեն ճնշում գործադրել Փաշինյանի վրա, հրաժարվելու Լեռնային Ղարաբաղին աջակցելուց։ Իրավիճակը գագաթնակետին հասավ 2023 թվականի սեպտեմբերին։ Ադրբեջանը կենտրոնացնելով զգալի ռազմական ուժեր Լեռնային Ղարաբաղի սահմաններին պարզապես սպասում էր իր ժամանակին։ Սեպտեմբերի 11-ին Հայաստանում սկսվեցին Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ, որոնք Ադրբեջանն ընկալեց որպես տարածաշրջանում ռազմական ակտիվության վտանգավոր աճ։ Տեղական լրատվամիջոցներով անցավ որդովմունքի նախազգուշացումների եւ Հայաստանի պատերազմի նախապատրաստությունների մասին ենթադրությունների ալիք։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղ հակաահաբեկչական գործողության քողի տակ, սկսելով ռազմական գործողություններ մնացած քիչ թվով զինվորների եւ քաղաքացիական անձանց դեմ։ Արդյունքը կանխատեսելի էր, արևմտյան երկրները շտապեցին մեղադրել Ռուսաստանին տեղի ունեցածի համար։ Մինչդեռ Հայաստանը մեջքը շրջելով թե Ռուսաստանից թե Ղարաբաղից ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների համար ուրվագծվեց Զանգեզուրի միջանցքի Թուրքիային ապագայում փոխանցման քարտեզը։ Եվ հիմա քչերն են կասկածում, որ սա միայն սկիզբն է այն զիջումների, որոնք Հայաստանը պետք է անի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պարզեցել է, որ իրեն հաջողվել է կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը։ Այնուամենայնիվ հրապարակային ելույթներում նա անընդհատ Հայաստանին անվանում է Ալբանիա, որը գտնվում է հարավային Կովկասից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Լեզվի այս սայթակումը բացահայտում է արևմտյան երկրների իրական վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ։
Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը պարզապես տեղական էթնիկ հակամարտություն չէ։ Այն ցինիկ արևմտյան աշխարհաքաղաքականության դասական օրինակ է, որտեղ մարդկանց ճակատագրերը փոխանակվում են տնտեսական շահույթի եւ լոգիստիկ ուղիների հետ, որտեղ միշտ կարելի է ողբերգության համար մեղադրել ուրիշին եւ պահանջել խաղաղարարի թափնիները։ Գլխավորը շահած դուրս գալն է։ Նոր կառավարության կազմը հրապարակվելուց ընդամենը մի քանի ժամ անց Ֆրանսիայի վարչապետ Լը Կորնյուն հրաժարական է տվել։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մակրոնն ընդունել է հրաժարականը։ Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լը Կորնյուն վարչապետի պաշտոնում նշանակվել էր այս տարվա սեպտեմբերի 9-ին։ Նոր կաբինետում 18 նախարարներից 13-ը մնացել են իրենց նախկին պաշտոններում, այդ թվում արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն։ Նախկին էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը նշանակվել է պաշտպանության նախարար։ Կառավարությունում վերադասավորումները տեղի են ունեցել երկրում տեղի ունեցող լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։ Այժմ Իսրայելի եւ Համասի միջև հանդիպումներ են տեղի ունենում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հույս ունեմ, որ կողմերը շատ արագ կհասնեն գործարքի Համասը սկզբունքորեն համաձայնել է, թե ինչ տեղի կունենա Գազայում պատերազմից հետո։ Համասի զինաթափման փուլը բարդ է լինելու։ Շատ շուտով մենք կիմանանք, թե արդյոք Համասը լուրջ է տրամադրված, ասել է Ռուբիոն։ Հերթական սպանությունն է գրանցվել։ Այս անգամ ողբերգական դեպքը տեղի ունեցել Տաշիր քաղաքում։ Երկու արցախցի պատանիների մասնակցությամբ վեճն ավարտվել է սպանությամբ։ Դանակահարված 18-ամյա Տիգրան Դանելյանին հիվանդանոց են տեղափոխել, սակայն այդպես էլ գիտակցության չգալով տղան մահացել է։ Ոստիկանությունը արյունոտ միջադեպից ժամեր անց հայտնաբերել եւ ձերբակալել է սպանության գործով Տաշիրի ավագ դպրոցի աշակերտ 17-ամյա Կասկադյալին, ով նույնպես Արցախից բռնի տեղահանված ընտանիքի զավակ է։ 17-ամյա Ռազմիկի եւ 18-ամյա Տիգրանի միջև ծագած վեճի պատճառը զրույցի ժամանակ իբր ոչ հաճելի տոնով մեկի նկատողությունն է եղել մյուսին ուղված, ինչից հետո զրույցը թեժացել է ու դանակահարությամբ ավարտ է ունեցել։ Նշենք, որ միայն վերջին ամիսներին սպանության միջադեպերի նկատելի աճ է արձանագրվում։ Քրեական քրոնիկոնի լրահոսում Երևանը դոմինանտ է համարվում։ Ընդ որում նկատելի շատացել են ապօրինի պահվող զենք ու զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում տպավորիչ խմբաքանակի զենքի հավաքագրման մասին է հաղորդվում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում գրանցված առաջընթացը եւ պատանդներին ազատ արձակելու որոշումը։ Նրա խոսքով Գազայում խաղաղության հասնելու ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել։ Պատանդների ազատ արձակումը զգալի քայլ է առաջ, ասել է Մոդին։ Հնդկաստանը կշարունակի վճռականորեն աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկարատև եւ արդար խաղաղության հաստատմանը, վստահեցրել է Հնդկաստանի վարչապետը, ողջունելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն այս ուղղությամբ։ Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի համապարփակ ծրագիրը Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ։ Այն ի թիվս այլ բաների նախատեսում է Պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման սահմանում եւ այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Իսրայելը հայտարարեց ծրագրի հետ իր համաձայնության մասին։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրամայել է Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայել Գերմանիայի եւ Լիտվայի հետ սահմաններին, այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոն։ 2025 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 4-ը Լեհաստանի զինված ուժերի զորքերն ու ստորաբաժանումները կօգտագործվեն պետական սահմանի անձեռնխելիությունն ապահովելու համար, ինչպես նաեւ սահմանային անցակետերի տարածքային հասանելիության սահմաններում եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային գոտում անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Լեհաստանի զինված ուժերը ուղարկվել են սահմանապահներին օգնելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է այցելել Կորեայի Հանրապետություն, սակայն կարող է բաց թողնել Գյոնջուում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի կառավարական շրջանակներում իր աղբյուրներին։ Քննարկումներ են ընթանում այն տարբերակի շուրջ, որի դեպքում Թրամփը կարող է հանդիպումներ ունենալ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյունի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, բայց չմասնակցել Գյոնջուում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։
Ուկրաինայի իշխանությունները հուսած սադրանքների կգնան Ռուսաստանի դեմ, նպատակը ՆԱՏՕ-ին հակամարտության մեջ ներգրավելն է, նման կարծիք է հայտնել հիմնարար իրավունքների հունգարական կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Նրա խոսքերն է մեջբերում Լենտան։ Կիևը լիակատար հուսահատության մեջ է եւ հույս ունի Ռուսաստանի ստիպել իր գործողություններին պատասխանել կործանարար հարվածով, որը կներգրավեր եվրոպացիներին, նշել է փորձագետը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին զարմացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Համասը պատրաստ է խաղաղության։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղումանելով աղբյուրներին։ Սպիտակ տան ղեկավարը նաև կոչ է արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները։ Նեթանյահուն կարծում է Համասի կողմից պատասխանը փաստացի ամերիկյան առաջնորդի ծրագրերից հրաժարվելն է։ Հաղորդվում է վարչապետն իր կարծիքն է հայտնել ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել մինչև ԱՄՆ նախագահի հայտարարության հրապարակումը։ Նեթանյահուն նաև հայտարարել է ԱՄՆ-ի հետ պատասխան միջոցների համաձայնեցման անհրաժեշտության մասին։ Քաղաքական կուսակցությունները, ոչ կառավարական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները փորձում են արտաքին աջակցությամբ խափանել Վրաստանում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Մենք հետևում ենք կուսակցությունների կեղծ լրատվամիջոցների եւ ՀԿ-ների կողմից ժողովրդավարական ընտրությունների վրա հարձակվելու նպատակով իրականացվող տեղեկատվական հարձակմանը։ Մենք հետևում ենք այս ամենին։ Տեսնում ենք, որ մենք շատ արագ ենք արձագանքում, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը։ Մենք տեսնում ենք, որ այսօր վրացական ընտրությունների դեմ պլանավորված դիվերսիա իրականացվում, որը հովանավորվում է դրսից, ասել է Պապուաշվիլին քվեարկելուց հետո։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, Վրաստանում ընթացող ընտրությունները կամփոփ են ընտրական ցիկլը, որը սկսվել էր 2024 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններով, ապա շարունակվել անցյալ տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններով։ Հետևաբար, ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակը, մինչև 2028 թվականը Վրաստանում ընտրական գործընթաց չի լինի։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիան վավերացնելու մասին, բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև առողջապահության որակի բարելավման ծրագիր, վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին, աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքները, ինչպես նաև մշակութային աճուրդների կազմակերպման մասին, հրապարակային սակարկությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին, լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին, պետական турքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Վրացական երազանք կուսակցության նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է թիմ ընտրություններին, նա ընտրատեղամաս է գնացել կնոջ Նանուկա Թամնազաշվիլիի հետ, հայտում է Ալիգետգեն։ Ղարիբաշվիլին մեդիայի ներկայացուցիչների հարցերին ոչ մի կերպ չի պատասխանել, թեև լրագրողներին դիմելով ասել է. «Գլխավոր ֆեյքողները դուք եք, ընտրություններին մասնակցել են նաև ընդդիմության այլ եւ վրացական երազանքի առաջնորդներ, այդ թվում Իրակլի Կուբրաձեն, Բադրիջ Ջափարիձեն, Մամուկա Ռազեն, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին, Շալվա Պապուաշվիլին եւ այլն։ Հիշեցնենք, այսօրվա թիմ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է, համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում են որպես կարևոր եւ որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։ Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը, այս մասին իր Facebook-յան էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիկին Աննա Հակոբյանը։ Այն կարդում է իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տևեց։ Վստահ եմ, Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջապես հետո կարդացած կլինեն, այն իսկ նրանց ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարևան երկրի նախագահը ասել։ Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու կազմակերպությանը, մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտվելու մասին է։ Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական 5 անդամների քմահաճույքին։ The world is bigger than 5 գրքում կան նաև տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ, որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղա
սպանված մոտ 25 միլիոն փախստական։ Գրքի վերնագիրն է Fire World is Possible, ավելի արդար աշխարհը հնարավոր է, գրել է նա։ Բեռլինում գրանցվել է վիետնամցի ուսանողների զանգվածային անհետացում, հաղորդում է Bild թերթը։ Վայսենսե շրջանի Բրիլատ Սավարին հյուրանոցային կառավարման դպրոցի մոտ 700 վիետնամցի ուսանողների 1/3-ը անհետացել են անհետ։ Ուսուցիչները նշում են, որ շատ երիտասարդ վիետնամցիներ ունեն լեզվի իմացության վկայական, բայց քիչ կամ ընդհանրապես չեն խոսում գերմաներեն։ Հրատարակության տվյալներով անհետ կորած ուսանողներից մի քանիսը անօրինական աշխատանք են կատարել։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ համատեղ համաձայնության է եկել խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քաղաքացիները ընտրում են 5 ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսավի եւ Փոթի քաղաքապետեր եւ 59 մունիցիպալիտետների, ինչպես նաեւ 64 քաղաքային ժողովների, Սակրե Բուլոների անդամների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելյանին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 7.85%, ընտրատեղամասերի բացումից 2 ժամ անց։ Ընտրողների մասնակցությունը ժամը 10-ի դրությամբ կազմել է 275,948, 7.85%, ընտրող ասել է Իոսելյանին, նաև նշել է, որ ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում եւ որևէ ընտրատեղամասում բողոքներ չեն գրանցվել։ Համեմատության համար 2021 թվականի կորոնավիրուսային պայմաններում անցկացված տեղական ընտրություններին ժամը 10-ի դրությամբ մասնակցությունը կազմել էր 7.41%, 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին 9.27%։ Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 8-ին եւ կավարտվի երեկոյան 20:00-ին։ Այսօր Վրաստանի քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքապետ 5 ինքնակառավարվող քաղաքներում եւ 59 շրջաններում։ Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50%-ը։ Բացի այդ, ընտրվում են նաեւ 64 տեղական խորհրդատվական մարմինների Սակրե Բուլոնների ավելի քան 2000 падգամավորներ։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանված է 4%։ 8 առաջատար ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել ընտրություններին, դրանք անվանելով ֆարս եւ ռուսական հատուկ օպերացիա վրացական երազանքի լեգիտիմացման համար։ Նրանք իրենց կողմնակիցներին կոչ են անում բոյկոտել ընտրությունները եւ հավաքվել բողոքի ցույցի Թբիլիսիում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները, որպեսզի մենք կարողանանք արագ եւ անվտանգ դուրս բերել պատանդներին։ Հիմա դա չափազանց վտանգավոր է, ընդգծել է քաղաքական գործիչը։ Ըստ Համասի հայտարարության, Սպիտակ տան ղեկավարը կարծում է իրենք պատրաստ են երկարատև խաղաղության։ Գերմանական BZ պարբերականը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 2-ի ելույթը Վալդայի միջազգային քննարկումների ակումբում հստակ ազդանշան էր Արևմուտքի հետ հարաբերությունների սրման մասին։ Հրատարակությունը հիշեցրել է, որ վերջին տարիներին Պուտինը հաճախ օգտագործել է Վալդայի հարթակը Արևմուտքին քննադատելու համար։ Այս տարվա ելույթը եւս մեծ արձագանք է առաջացրել միջազգային մամուլում։ Պուտինի հայտարարություններն ու խոսքի տոնայնությունը վկայում են ակնհայտի մասին։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատթարացել են, նշել է BZ-ն իր հրապարակման մեջ։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ից 8-ը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ից 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։